Նրան տապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության նախագահ վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանին։ Պարոն Սարգսյան, շնորհակալ եմ ժամանակ գտնելու եւ հյուրընկալվելու համար։ Պաշտոնական քարոզարշավը մի քանի օր է մեկնարկել է, մենք տեսնում ենք դուք եւ ձեր կուսակից ընկերները ակտիվ մասնակցում եք այդ քարոզարշավը իրականացնում եք, հանդիպում եք քաղաքացիների հետ, նաեւ բազմիցս նշել եք, որ գործող իշխանությանը իրական ընդդիմություն հենց դուք եք, որը մինչ օրս եղած ընդդիմությանն ի տարբերություն ավելի կառուցողական եք եւ տանում ու տանելու եք Հայաստանի շահը առաջ, եթե այս խորհրդարանում հայտնվեք։ Հիմա հետաքրքիր է քաղաքացիների հետ հանդիպումներում դուք զգում եք ձեզ քաղաքացիները ընկալում են որպես ընդդիմադիր ուժ, թե ամեն դեպքում իշխանության հետ համագործակցող եւ ձեզնից ակնկալիքները որոնք են։ Ցանկացած հանդիպման ես շեշտում եմ, որ մենք գնում ենք ազգային ժողով աշխատելու, օրենսդրական նախաձեռնություններ ենք տանելու ազգային ժողով, բազմաթիվ ուղղություններով փոփոխություններ բերելու, ինչը նշել ենք մեր ծրագրում, եւ մենք գնում ենք ազգային ժողով գործող, ոչինչ չանող, անդադի պիչմենտից ու իշխանափոխությունից խոսող, վեճեր սարքող ընդդիմությանը փոխարինելու։ Այսինքն մենք հայտարարում ենք, որ մենք ազգային ժողով գնում ենք աշխատելու, ոչ թե գնում ենք իշխանափոխության, եւ իսկապես մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ եթե խնդիր առաջանա կոալիցիա կազմելու եւ այդ կոալիցիա կազմելու համար մեզ դիմեն կամ մենք հնարավորություն տեսնենք կոալիցիայով իշխանություն ձևավորելու, ապա այդ պարագայում այո, քաղաքացիական պայմանագրի հետ կոալիցիա կազմենք, այնպես ինչպես Երևանում կազմեցինք, թույլ չտալով, որ դեպի Ռուսաստան տանող քաղաքական ուժերը ունենան հաջողություն, որովհետև իմ կարծիքով Հայաստանը շատ թույլ, զգուշավոր փոքր քայլերով բայց շարժվում է դեպի իր ինքնիշխանություն, դեպի անկախություն։ Մենք նոր ենք սկսում դեպի անկախություն իրական քայլեր անել եւ կան քաղաքական ուժեր, որոնք կախվել են Հայաստանի ոտքերից, թույլ չեն տալիս, որ Հայաստանը պոկվի այդ իրավիճակից, ուզում են Հայաստանը տանել են հինը, որում որ կար, որում Հայաստանի հույսը օտարերկրյա ռազմական ուժերն էին, օտարերկրյա բանակները, որի դիմաց Հայաստանը պիտի իր սեփականությունը տարօտարին, օտարի կմահաճույքով պիտի քվեարկեր Միացյալ Ազգերի կազմակերպություններում, իր երկրում պիտի ընդուներեն մարդկանց, ում այդ օտարը համարում էր նորմալ ու բարոյական, նրանց հետ պիտի խոսերեն թեման, ինչը Մարիա Զախարովան գրած կուղարկեր, այսինքն քաղաքական են թիմերը, որոնք մասնակցում են այդ ուղեցրից, իրենք Հայաստանը տանում են այդ ուղղության վրա եւ մենք Հայաստանի հանրությանը մեր հանդիպումներում հիմնականում բացատրում ենք սա։ Եվ իմ կարծիքով մեր հանրության մեծ մասը դա հասկանում է, ընկալումների առումով էլ շատ-շատերը այն արդյունաբերական ծրագրերը, որոնք մենք ներկայացնում ենք, այդ թեմաներով են խոսում եւ երբեմն նաեւ շատ հաճելիորեն ինձ դիմելով ասում են մեր Արամը, ինչը ամենաբարձր գնահատականն է ցանկացած քվեարկությունից ավելին։ Այսինքն իմ մեջ իրենք օտարի չեն տեսնում։ Այդ ամենաբարձր գնահատականն է։ Իսկ կարգախոս ունի կուսակցությունը, պարոն Սարգսյան։ Ինչպես կարգախոս ունեք։ Իհարկե կարգախոս ունենք, կարգախոսը ապագայի համար, երեխաների համար, քեզ համար Հայաստան, քեզ համար։ Պարոն Սարգսյան, հիմա անդրադառնանք ընթացիկ իրադարձություններին 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են Հայաստանի եւ Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները, մեզ դիտողներին նշենք, որ ըստ նոր կարգավորման Թուրքիայից երրորդ երկիր, ապա Հայաստան ուղարկվող ապրանքների վերջնական նպատակակետը հնարավոր կլինի նշել որպես Հայաստան եւ նույն տրամաբանությամբ Հայաստանից գնացող ապրանքների վրա կնշեն Թուրքիա, Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը արդեն իսկ ողջունել են այս հայտարարությունը, այս համաձայնությունը, ինչ կարող եք ասել, սա քայլ առ քայլ մենք մոտենում ենք սահմանի բացմանը հայ-թուրքական։ Ես կարող եմ ասել, որ
Ընդհանրապես ազատ առևտուրը առևտրի միջազգային կազմակերպության հիմնական նորմերից մեկն է, որը սահմանում է, որի անդամն է Հայաստանը, IMF-ի մասին է խոսքը, եւ շատ բնական է, որ քաղաքակիրթ աշխարհը, մասնավորապես Եվրոպան եւ Միացյալ Նահանգները այդ ողջունում են։ Ասեմ, որ հայերը հին դարերից եկող լավ վաճառականներ են եղել միշտ եւ գերադասել են առևտուր անել բոլորի հետ, ու նույնիսկ այս փակ իրավիճակում հայկական շուկայում շատ են թուրքական ապրանքները, հենց հրապարակում հետևում գտնվող Կետոն թուրքական բրենդը խանութ է բացել, որ վաղուց կա եւ հայ մարդը այդ խանութներում առևտուր է անում եւ իմ կարծիքով այս ինչ որ ստորագրվեց, դա այդ ապրանքների թե հասանելիությունը կեշտացնի, թե գները կեժանացնի, որովհետև այսպես գրվում էր Թուրքիա թե Հայաստան, այն ապրանքը ինչ հայկական Թուրքիայում գնվում էր, միևնույն է տեղ հասնում էր ու վաճառվում էր, այն թուրքական ապրանքը ինչ Հայաստանում գնվում է, միևնույն է Վրաստանով տեղ հասվում ու վաճառվում էր, մենք էլ գիտեինք, որ այդ թուրքական է, Թուրքիայում գնացածներն, ով գնում էր գիտեր, որ այդ հայկական է, այնպես որ այդ ձևական process-ը մեջտեղից դուրս եկավ, ինչը դրական է միանշանակ։ Եվ նաև այդ սահմանի բացման հնարավորության մասին։ Ես կարծում եմ, որ սահմանի բացման հնարավորությունները Թուրքիան մշտապես կապել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, եւ քանի այդ խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվել, Թուրքիան դժվար թե գնա սահմանի բացման գործընթացների։ Այն մանր առաջընթացները, որոնք հիմա տեղի են ունենում, վստահաբար դա Արևմուտքի եւ Եվրոպայի կողմից որոշակի ճնշումների հետևանք են, որովհետև Թուրքիան էլ իր կապերը կախված ուկրաինական պատերազմի, կախված Իրանում չդադարող պատերազմի հետ կապված, ուզում է այդ կապերը Եվրոպայի հետ, առավել եւս եւ Միացյալ Նահանգների հետ, ինչ որ առումով խորացնել, ամրացնել եւ այդ առումով են փոքր ժեստերը ինչ հնարավոր է անել, այդ ժեստերն անում է։ Ես չէի կապի ես սահմանի բացման հետ, իհարկե քայլ առաջ է դեպի սահմանի բացման ուղղություն, բայց Թուրքիան սահմանը կբացի մի պարագայում, երբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Պարոն Սարգսյան, օրերս Ռուսաստանի նախագահը խոսեց Հայաստանի հետ հնարավոր ապահարզանից, ասում է պետք է արագ կողմնորոշվենք Եվրամիություն թե ԵԱՏՄ, եւ նաեւ կարծում է, որ ճիշտ կլինի, որպեսզի այս հարցին պատասխանը Հայաստանը տա հանրաքվեի միջոցով, այսինքն երբ քաղաքացիները ուղիղ ընտրություն կանեն եւ իրենք այդ արդյունքի հիման վրա մեջբերեմ, ասում է կգնանք փափուկ, ինտելիգենտ եւ փոխշահավետ ապահարզանի ճանապարհով, Փաշինյանն իհարկե սրան արձագանքեց, նշեց, որ ապահարզան ձևակերպման հետ համաձայն չէ, միջպետական հարաբերությունները այդ տրամաբանությամբ չեն կառուցվում եւ նաեւ շեշտեց, որ մենք առայժմ ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք եւ նման ընտրություն կատարելու անհրաժեշտություն չունենք։ Հետաքրքիր է ձեր տպավորությամբ ինչու է շտապեցնում կամ ասել, որ վախեցնում է Պուտինը։ Ասեմ հետեւյալը, որ դրանով Պուտինը ամրագրում է, որ հանրաքվեն պիտի անի Նիկոլ Փաշինյանը, որովհետև եթե Հայաստանի ընտրություններում հաղթում են ռուսական ուժերը, առավել եւս իր հետ քիմիա ունեցող Ռոբերտ Քոչարյանը, Եվրոպա գնալու խնդիրը փակված է եւ հանրաքվեի կարիք էլ չկա բացարձակապես այդ անելու։ Այսինքն Պուտինը իր հաշվարկներում տեսնում է, որ հաղթելու է Նիկոլ Փաշինյանը ու ասում է, որ հաղթելուց հետո եթե ուզենալու եք գնալ Եվրոմիություն, ապա հանրաքվե անեք, իրեն հավանաբար անընդհատ սխալ տեղեկատվություն են հաղորդում, այնպես ինչպես Ուկրաինայում ասում էին, որ մտնեք Ուկրաինա, մարդիկ ծաղիկներով, փուչիկներով ձեզ կդիմավորեն, պատերազմել չի լինի, 3 օրում էլ կհաղթեք, նույն կերպ իրեն փոխանցում են, որ հայ ժողովուրդը իր նկարի տակ մոմ է վառում, աղոթում է իր համար եւ այլը, եւ ինքը մտածում է, որ հանրաքվե եղավ, միանգամից հայ ժողովուրդն ասելու է չէ, կեցե Ռուսաստանը, կեցե Պուտինը, թող ինքը մեր մոտ վարչապետ նշանակի ում ուզում է, եւ այդ առումով առաջարկում է, որ Հայաստանում հանրաքվե անեն եւ այդ
առաջարկը միանշանակ ուղղված է Նիկոլ Փաշինյանին, որովհետև մյուս ցանկացած անցնողի պարագայում այդ հանրաքվեի կարիքը չէր առաջանա ոչ Սամվել Կարապետյանի, ոչ ռուսական թևի եղած մնացած բոլորի պարագայում, ինչը վերաբերվում է նրան, որ Ռուսաստանից անջատվելու համար կամ ապառահարզանի համար հանրաքվե է պետք, ես այդ տեսակետին չեմ, օրինակ նույն Ադրբեջանը, Վրաստանը ԵԱՏՄ անդամ չեն, ԵՄ անդամ էլ չեն, ով է Պուտինին ասել, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո ինչ որտեղ պարտադիր պիտի գնա, կամ դուրս գալուց հետո միանգամից Եվրոպան Հայաստանին կընդունի։ Վրաստանը իր սահմանադրության մեջ գրել է դեպի Եվրոպա, ամրագրել է, բայց այսօր գինիների մեծ մասը վաճառում է Ռուսաստանում, Ռուսաստանը դրա դեմ ոչ մի բան չունի, ու Վրաստանը երբ կդառնա Եվրոմիության անդամ, դա էլ մեծ հարցական է, որովհետև Եվրոմիությունը ինքը չի խնդրում, որ դու դառնաս իր անդամ։ Եվրոմիությունն ասում է, ես ունեմ այս չափանիշները, կբավարարես այս չափանիշներին, կարող ես մեր ընտանիքի անդամ դառնաս։ Այդ ԵԱՏՄ-ն չի, որ պարտադրում է, ասում է, դու պիտի դառնաս իմ անդամ։ Այ իմ անդամ չդարձար, գազը կկտրեմ, լույսը կկտրեմ ու Լուսահոգի Արտաշես Գեղամյանի նշած ամբողջ ցանկը։ Իսկ Եվրոմիությունն այդպես չի։ Մենք Եվրոմիության հայտ ներկայացնելուց հետո ճանապարհ ունենք անցնելու, մինչև այդ չափանիշներին բավարարենք։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ Հայաստանի իշխանություններն ասում են, այ երբ որ կբավարարենք այդ չափանիշներին, նոր կդիմենք Եվրոմիության անդամակցության։ Իսկ հիմա ուղղություն ենք վերցրել այդ ուղղությամբ։ Այստեղ էլ այդ չափանիշ հենց այստեղ է փոքր քայլերի, զգուշավոր քայլերի այդ բարդությունն ու դժվարությունը, որովհետև երբ որ դու դիմում ես, քո առած լրացուցիչ դռներ են բացվում։ Թե անվտանգության առումով, թե տնտեսական հզորացման առումով, ու թե մնացած բոլոր ուղղություններով։ Այդ դռները բացվեցին Վրաստանի առաջ, ազատ վիզային ռեժիմով, վրացական ապրանքների առաջ բացվեցին եվրոպական դռները 2 տարի ժամկետով, մինչև դրանք իրենք համապատասխանեցնեն եվրոպական արժեքներին, եւ Եվրոպան ինքը օգնում է արդեն, որ դու կարողանաս այդ չափանիշներին համապատասխանեցնել քո թե օրենսդրական դաշտը, թե տնտեսական դաշտը, դրամաշնորհներ տալով եւ խորհրդատվական միջոցներով։ Իսկ երբ որ չես դիմել, դու ուղղակի ցանկություն ես ներկայացրել, իրենք անդադ կրկնելու են այդ բանը, որ դրա որոշողը հայ ժողովուրդն է, եւ իսկ հայ ժողովուրդն էլ որևէ տնտեսական կառույցի միանալու պարտադիր սահմանադրությամբ պիտի հանրաքվե անի, ու դա Պուտինի ասելով չի։ Հայաստանի Հանրապետության օրենքները ասում են, որ մենք Եվրոմիության անդամ դառնալուց պիտի պարտադիր հանրաքվե անենք։ Այդ թե ինչու ԵԱՏՄ մտնելուց մենք հանրաքվե չարեցինք, այդ մասին Վլադիմիր Պուտինը կարող է լռել։ Եվ Վլադիմիր Պուտինը լռում է նաև, թե ինչու Սամվել Կարապետյանը, որը նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, չի կարող Ռուսաստանում առաջադրվել որպես նախագահի տեխնացու, որովհետև Ռուսաստանում երկքաղաքացին իրավունք չունի։ Իսկ չգիտես ինչի, Վլադիմիր Պուտինը մտածում է, որ Հայաստանում պիտի իրավունք ունենա։ Բայց իր այդ հայտարարությամբ եւ նաեւ այս հայտարարությամբ ինքը ավելի շատ աջակցեց Նիկոլ Փաշինյանին, ասելով, որ նա անցած է եւ հնարավորություն եւ հստակեցրեց, որ Սամվել Կարապետյանը ռուսական թևի է, այնպես էլ Եվրոմիության հետ կապված է խնդիրներով։ Պարոն Սարգսյան, հիմա Հայաստանի իշխանությունը երկու դիտարկում կա, այսինքն դիտարկում քննադատություն կա նրանց հասցեին, հատկապես այս վերջին միջոցառումների հետ կապված, որոնք անցկացվեցին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ եւ Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովները։ Նախ ասում են իշխանությունը չօգտագործեց հնարավորությունը եւ այդ հայտը չներկայացրեց, այսինքն այս միջոցառումները հարմար առիթ էին, որպեսզի հայտը ներկայացվեր, եւ երկրորդը ասում են բացի ներկայացուցչական այդ ճանաչողական ֆակտորից ոչինչ չտվեցին այս գագաթնաժողովները ըստ էության, որովհետեւ եթե իշխանությունը թմկահարում է կամ որպես արդյունք ներկայացնում է հռչակագրերը, մասնավորապես Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ, դրանք ըստ էության մնալու են այդպես էլ հռչակագիր, որովհետեւ Հայաստանի իշխանությունը չի պատրաստվում եւ չի գնալու Նիկոլ Փաշինյանը հաստատ Հայաստանը չի տանելու Եվրոպական միություն կամ Արևմուտք։ Նախ ասողները երկու մասի են բաժանվում։ Նրանք, ովքեր եվրոպական
գաղափարախոսություն կրող են եւ նման բան են ասում, այս մարդկանց պիտի հիշեցնեմ, որ առաջին Հայաստանի քաղաքական դաշտում ես եմ ասել, որ այս հանդիպումը պետք է օգտագործել լավ առիթ է, նաև հոդված եմ գրել այդ առումով, համացանցում դրված կա, որ սա լավ առիթ է ուղիղ հայտ ներկայացնելու առումով։ Սա մեկ։ Իսկ այդ ասող քաղաքական տարբեր լիդերներ, ես հիշում եմ, որ երբ մենք Եվրաքվեի համար ստորագրություններ էինք հավաքում, իրենք չմիացան դրան, սկզբից քննադատեցին, հետո վերջում էլ ձևական միացան, այնպես որ այստեղ եթե ես չկամ վատ է, իրենք ցանկացած տարբերակով ինչ անի գործող իշխանությունը, փորձում են ցույց տալ, որ դա վատ է արված, ու այդ անում են ներկայացնելով, որ իրենք արևմտյան արժեքներ կրող են։ Իրականում այդ համատեքստն է։ Ինչ վերաբերվում է ռուսական համատեքստում տեսակետներ ասողներին, նրանք հիմնականում հենվում են Վլադիմիր Զելենսկու այցելությանը ու դրա Հայաստանի այդ համաժողովում թույլ տալու հանգամանքին կամ այդ խոսելու հանգամանքին, ես էլ պիտի կրկնեմ, որ Հայաստանը շատ փոքր քայլերով դեպի իր ինքնիշխանություն գործընթաց է ծավալում, շատ փոքր քայլերով, որտեղ անգամ հայտ չի ներկայացնում, եւ այդ Եվրոմիության համակ էր 8-րդ գագաթաշողով, որտեղ հրավիրված էր նաև Վլադիմիր Զելենսկին եւ Նիկոլ Փաշինյանը, ինչպես Կայա Կալասի կամ մյուսների ելույթներին չի կարող ասել, թե զբանը ելույթ ունեցեք կամ ոչ կոռեկտ է կամ անհնարին է, որ կարողանաս նման բան ասել, որ այս տեսակետն ասեք, իսկ ես ոչ, նույնն էլ Զելենսկու մասով չէր կարող ինքն ասել, որ դուք գիտեք Հայաստանում այս թեմաներով մի խոսեք, առավել եւս որ բազմաթիվ անգամներ Ադրբեջանի նախագահ Ռուսաստանում բազմաթիվ հակահայ տեսակետներ է ասել, եւ մենք երբեք չենք ասել, որ Ադրբեջանի նախագահին, չգիտեմ, թույլ մի տվեք Ռուսաստան գալու, այնպես ինչպես Ռուսաստանի կոմունիստների առաջին քարտուղարն է հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանին պետք է արգելել Ռուսաստան գալը, Ռուսաստան մտնելը, ու այստեղ իմ կարծիքով ռուսների հիմնական, եթե ավելի լուրջ նայենք, թե հիմնական արմատն ինչումն է, հիմնական արմատը նրանում էր, որ Ադրբեջանը մինչև 2020 թվականը ռուսներին խոստանում էր, որ կդառնա ինքն էլ ԵԱՏՄ անդամ, եւ հետո, եթե ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո խնդիր լինի Ռուսաստանում այլ տեղերում պատերազմների եւ այլնի, նկատի ունեմ ուկրաինական պատերազմը, ինքը կաջակցի Ռուսաստանին ուկրաինական պատերազմում։ Եվ այդ համատեքստում Ռուսաստանը համաձայնեց Արցախը հանձնել, բնականաբար Արցախը հանձնելուց հետո Ալիևը միանգամից իր տված բոլոր խոստումներից հրաժարվեց, հիմա Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում են, որ 3 օրում պիտի հաղթեր, հասկացավ, որ ինքը այնքան ներուժ չունի, որ անգամ Ադրբեջանի վրա կարողանա ազդել կամ ինչ-ինչ գործողություններ անել, որտեվ 5-րդ տարին է գրեթե արդյունքներ չի գրանցել Ուկրաինայում, առավել եւս որ Ադրբեջանի թիկունքում Թուրքիան է, չունի Ռուսաստանը այդ հնարավորությունը, ինքը Ադրբեջանի հանդեպ ունեցած վրեժխնդրությունը փորձում է լուծել Հայաստանով, Հայաստանում 1 տասնյակից ավել ռուսական թևի եւ որոշակի կեղծ արևմտյան թևի տեխնացուներ գտնելով, որոնք պիտի դառնան այն գործիքը, որով Ռուսաստանը պիտի փորձի տարածաշրջան գալ եւ տարածաշրջանում հրահրել նորանոր ընդվզումներ Ալիևին կախվածության մեջ պահելու համար։ Այսինքն նույն Լեռնային Ղարաբաղի համատեքստում Մոսկվայում նոյեմբերի 9-ից առաջ ORT-ով Լեռնային Ղարաբաղի քարտեզը առանձին ցույց տալը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանի կողմից Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի նախագահին ընդունելը եւ այդ լուսաբանելը, այն նույն համատեքստում է, ինչը Վրաստանի ընտրությունների ժամանակ Աբխազիա եւ Աբխազիայի Վրաստանին հետ վերադարձնելը։ Վրաստանում այդ ընտրությունները եղան, արդյունքում այդ քարոզչության վրացական երազանքը կարողացավ մեծամասնություն վերցնել, բայց Աբխազիան այդպես էլ հետ չբերեցին, չէ։ Հիմա նույն կերպ Ռուսաստանը խաղարկում է
Արցախյան քարտը Հայաստանի տարածքում եւ դժբախտաբար բազմաթիվ քաղաքական կուսակցություններ, թող ինձ դերեն այս բառի համար, ես պիտակների կողմնակից չեմ, բայց խամաչիկ բառը շատ կոպիտ է, մանիքեն խամաչիկի այդ թելերով աշխատող խամաչիկի տարբերակով ուղակի մեկին մեկ առաջ են տանում Ռուսաստանից եկող այդ ազդակները, այդ գաղափարները հայ ժողովրդի մոտ, չգիտեմ, 300,000 ադրբեջանցիների հետ վերադարձի, երեք Ռոբերտ Քոչյանը խոսում էր Սյունիքը կորցնելու հնարավորության մասին, որ իբր տրիպը աշխատի, Սյունիքը կորցնենք, իսկ եթե ինքը գալիս է ու տրիպը մերժում է, Սյունիքը չեն կորցնում, այդտեղ պատերազմ չի սկսում, թե ոնց Այդ ոնցին ինքը պիտի պատասխանի, իր պատասխանով այդ մեզ կօգնի Ռուսաստանը։ Այդ դեպքում Ռուսաստանը ինչի մեզ չօգներ ջերմուկում, ու այդ դեպքում ինչի մենք կորցրեցինք Լեռնային Ղարաբաղը։ Չէ՞ որ ինքը շատ ուրախ էր, որ Ղարամանյանը Լեռնային Ղարաբաղում դարձավ Լեռնային Ղարաբաղի նախագահ եւ ինքը շատ ուզում էր, որ Հայաստանում էլ նույնը լինի։ Այսինքն իրենք ուզում են Հայաստանի Ղարամանյանը դառնան եւ Հայաստանում էլ իրենց պարագայում նույնն է լինելու ինչ Լեռնային Ղարաբաղում։ Հստակ փորձը դա է ցույց տվել եւ վերջին տարիների շատ կարճ ժամանակի փորձ։ Պարոն Սարգսյան, Արցախյան խաղաքարտը ասել, որ Եվրոպական միությունն էլ է խաղարկում։ Վկան վերջին բանաձևը, որը ընդունել է Եվրախորհրդարանը, եւ մենք տեսանք Ալիևի բուրըն արձագանքը, որը կարծես թե չի մարսվում այդ բանաձևը։ Գիտեք ինչ, Եվրոմիությունը հիմնված է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վրա։ Դա Եվրոմիության ողնաշարն է։ Ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի ողնաշարն է, ու ընդհանուր առմամբ այսօրվա գոյություն ունեցող պատերազմները մեծ առումով քաղաքակրթական պատերազմներ են ժողովրդավարների փոփոխվող իշխանությունների, ընտրության արդյունքում եկած իշխանություն, ձևավորված իշխանությունների եւ հակառակը չփոփոխվող իշխանությունների մեջ։ Եվ այս պատերազմում իմ կարծիքով ժողովրդավարները միանշանակ հաղթելու են։ Եվ այդ համատեքստում է, որ Եվրոպան չի կարող իր 200-ամյա այդ պատմության ընթացքում հասած հետևությանը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների այդ հետևությանը գլոբալ գաղափարից հրաժարվել ու չասել, որ Արցախցին իրավունք ունի հետ վերադառնալու այն տարածքներ, որտեղ իր մշտական բնակության վայրերն են, որտեղ իր սեփականությունն է եւ ասեմ, այս շատ լավ հնարավորություն է տալիս այն արցախահայերին, ովքեր սեփականության իրավունքներն ու վկայականներն ունեն, անհատական մակարդակում տարբեր դատարաններում վիճարկեն այդ սեփականության իրավունքը հասնելով մինչև Եվրոդատարան։ Ինչին դրական են վերաբերվում։ Ինչ վերաբերվում է իշխանությունների պահվածքին, զգուշավոր ես կարծում եմ, որ իշխանությունները եւ ես ինքս էլ մաքսիմալ աշխատում եմ Արցախի թեմայից հիմա չխոսել, հետ վերադարձի թեմայից հիմա չխոսել, որովհետեւ հիմի նման հետ վերադարձ ապահովելու հնարավորություն մենք չունենք այդ թեմայից պիտի խոսել այն ժամանակ, երբ որ դու կարող ես հավասարին խոսել, երբ որ դու ունես նման պոտենցիալ եւ նման հզորություն, ինչի հնարավորությունը ես տեսնում եմ։ Եվ ինչը պատմությունը ինքն իրենով բազմաթիվ հնարավորություններ տվել է։ Իսրայելը հազարամյակներ հետո եկավ իր հայրենիքը գտավ, մենք չպետք է մեր հույսը, մեր հույսը կորցնենք, մենք չպետք է հրաժարվենք մեր պատմությունից, մեր պատմական բնակավայրերի պատմությունից, դա չի նշանակում, որ մենք այսօրվա այն հայրենիքը, ինչը գործող իշխանությունը անվանում է իրական Հայաստան, դրանից հրաժարվենք, բացարձակ, բայց իրական Հայաստանը եւ այն պատմական մեր իրողությունը, ինչը մենք ունենք, դրանք հակադրելուն ես դեմ եմ։ Ես կողմ եմ, որ մենք խոսենք Արցախից, Արցախահայությունից, մեր պատմական ունեցած այն բոլոր դարամփորձություններից դրանցից հետևություն անելով։ Իսկ հետևությունը մեկն է, Հայաստանի Հանրապետությունը պետք է հզորանա տնտեսապես։ Ադրբեջանը մեզ օրինակ է տվել։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։
Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան էսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Բայց Ադրբեջանը այստեղ հարց կա կթողնի մեզ հզորանալ այդպես, երբ որ գիտի մեր հզորացումը կարող է ուղիղ սպառնալիք լինել իրեն։ Գիտեք, ի սկզբանե դնել հետեւյալ բանը, որ ինքը չի թողնի եկեք ճանենք։ Հասկանում եմ, բայց ամեն դեպքում կանխատեսել, որ Ադրբեջանը գրկաբաց թողնելու է, որ մենք հզորանանք, իհարկե ոչ։ Ադրբեջանը անընդհատ նորանոր պատրվակներ է բերելու, իսկ դրա համար արդեն նախաստորագրված փաստաթուղթը հիմք է այդ պատրվակների որոշակի առումով, ճանապարհը փակելու առումով, եւ այդ առումով խաղաղության փաստաթուղթ ունենալը ինքը շատ դրական ազդակ կլինի այդ չանելու համար, բայց կա մի բան, որը Ադրբեջանը դրան չի կարող հակադրվել, եւ դրան չհակադրվելու հիմնական պատճառներն է, որ այդ քաղաքակիրթ աշխարհի համար ընդունելի է, այդ ճանապարհը ցիվիլ է, մենք ոչ թե Ադրբեջանին պատերազմ ենք հայտարարում,
մենք հզորացնում ենք մեր տնտեսությունը։ Մենք ուզում ենք, ես ուզում եմ Ադրբեջանին հաղթել, ոչ թե պատերազմում, ոչ թե արյունով։ Իմ առաջարկածը Ադրբեջանին ցիվիլ, խաղաղ տարբերակով, տնտեսությունը հզորացնելով, տնտեսական պատերազմում Ադրբեջանին հաղթելու մեջ է։ Ու այստեղ Ադրբեջանի հակադրվելը մրցակցությամբ է։ Ադրբեջանը այսօր իր բյուջեի մուտքերի 82%-ը ապահովում է վառելիք արտահանելով, նավթով եւ գազով։ Վերջին 2023 եւ 2025 թվականներին այդ նվազել է 20%-ով։ Ադրբեջանի տնտեսությունը անկում է ապրում 2023-ից 2025 թվականներին։ Ինչու՞։ Որովհետև ունեցած նավթային պաշարները գոյություն ունեցող արդեն սպառվում են, իսկ նոր հանքավայրեր էլ դեռ չեն բացվել։ Երկրորդ, Ադրբեջանը վարում է նույն քաղաքականությունը իր երկրի ներսում գյուղատնտեսության առումով, բաժանել է 10 ընկերությունների մեջ, մոտ 10 ընկերությունների մեջ, որոնք մոնոպոլ են ու մնացածին խեղդում են։ Երկիր ներմուծվող եւ արտահանվող ապրանքների առումով էլի բաժանված է տարբեր ընտանիքների մեջ, ու անում է նույնը, ինչ անում է Ռոբերտ Քոչարյանը իր պաշտոնավարման 2008 թվականներին, որը Ռոբերտ Քոչարյանն անվանում էր կազմակերպված պետություն։ Իսկ այդ կազմակերպված պետության արդյունքը այն եղավ, որ Հայաստանը այնքան թուլացավ, որ Ադրբեջանը այնքան թուլացավ, ներողություն, Հայաստանը այնքան թուլացավ, որ Ադրբեջանի բանակի բյուջեն 3 անգամ ավելին դարձավ, քան Հայաստանինը։ Ադրբեջանը այդ ճանապարհով գնալով անընդհատ թուլանալու է։ Հայաստանը Ադրբեջանի Հեյդար Ալիևից սկսած այդ ժամանակաշրջանի ճանապարհն ընտրելով ուժեղանալու է։ Իսկ այդ ճանապարհը Ադրբեջանն ընտրեց Գաբալայից հանելով ռուսական ռազմաբազան, իր ունեցած հանքահուքային ռեսուրսները տալով բրիտանական ամենաճանաչված նավթավերամշակող ընկերությանը, որ աշխարհով մեկ ճանաչված է, British Petroleum-ին, որը չի գողանում, որը նավթամուղ ներկառուցեց, գազամուղ ներկառուցեց Բաքոզեյանով եւ այլով, ինչը Ադրբեջանի տնտեսությունը ոտքի հանեց եւ բանակին հասցրեց այդ։ Հիմա Հայաստանն ունի բնական ռեսուրսներ, որոնք ոտքի հանելով, ճիշտ կառավարման տալով, ճիշտ ներդրումներ անելով կարող է իր բյուջեն հնգապատկել, տասնապատկել, ես ասում եմ, որ այո ունի։ Եվ բազմաթիվ ուղղություններ եմ նշում։ Եվ առաջի տարին չի որ նշում եմ։ Առաջինը ես ասում եմ, որ մեր ունեցած հանքահունքային ռեսուրսները, որոնք 3 միլիարդ տոննա են, որոշ մասնագետներ ասում են, որ այդ սխալ տիվ է, 8 միլիարդից ավել են, բայց նույնիսկ 3 միլիարդի պարագայում ճիշտ շահագործել է պետք։ Երկրորդ, մենք մեր հանքահունքային ռեսուրսները հանում ենք ու վաճառում ենք որպես քթանյութ։ Ուրիշները այդ գնում են, վեր են ածում պղնձի, պղնձից վեր են ածում խողովակի, խողովակ վեր են ածում հաղորդալարի, վեր են ածում ծածկած հաղորդալարի, 1 տոննա պղնձի քթանյութի տոննան այս տարի $1600 էր, 1 տոննա մաքուր պղնձի գինը այս տարի եղել է $14000, 1 տոննա պղնձի արդեն ծածկած հաղորդալարի գինը $23000 է, տարբերությունը նայեք։ Երկրորդ, ես ասում եմ ջրային ռեսուրսները, եթե մենք գոնե 5 միլիարդ խորանարդ մետր ջուր ամբարում ենք, իսկ մենք 7.4 միլիարդ ունենք, նախ մեր գյուղացին ու մեր քաղաքացին ամռան օրերին անսահմանափակ ջուր է ունենում, կարող է անխնա օգտագործել, որտեղ 2.3 միլիարդ ջուրը Հայաստանին լրիվ բավարար է։ Գումարած 2 միլիարդը մենք կարողանում ենք վաճառել։ Ես հիշեցնեմ, որ 2025 թվականին Իրանում, երբ երաշտ էր, 1 խորանարդ մետր ջրի գինը Մազանդարանի հաղթավայրում հասել էր $5-8, 50 ցենտով վաճառենք, 50 ցենտով վաճառենք 1 խորանարդ մետրը, մեր հարևան Իրանին լավություն համարենք։ Փոխարենը նավթ վերցնենք, եթե փող չունի։ Բայց այդ լրացուցիչ $1 միլիարդ է, որը
Հայաստանի այսօրվա բանակի բյուջեի վրա դնելով արդեն Ադրբեջանի բանակի բյուջեին կհավասարվի, չէ՞։ Ու այդ դեպքում Ալիևը կխոսի ճնշումներից, կգնա այդ ճնշումների, կասի, որ դու տնտեսությունը զարգացնես կռմբակոծեմ։ Իհարկե ոչ, որտեղ ինքը կհասկանա, որ Հայաստանն արդեն կարող է համազոր հակահարված տալ, որ ինքը կարող է լուրջ զոհեր ունենալ, իսկ իր կառավարման այդ դիկտատորական սկզբունքով կառավարման պարագայում այդ բողոքող զանգվածը փողոց դուրս կգա ու կսրբի կտանի այդ Ադրբեջանը։ Ալիևների գերդաստանը ինչ որ օր վերջանալու է։ Այդ վերջանալու ժամանակ մենք պիտի հզոր լինենք, ու այդ վերջանալու ժամանակ Ղարաբաղի թեման ու այդ վերադարձի թեման գոնե պիտի փակված չլինի։ Ասածը սա է, որ որևէ դուր գոնե փաստաթղթով ստորագրված, մենք չպիտի փակենք վերջնական։ Եվ դրա համար ես մտածում եմ ու ճիշտ եմ համարում Լեռնային Ղարաբաղի հետ վերադարձի թեմայից ու այդ թեմայից մաքսիմալ քիչ խոսել, լինել զուսպ, ատամները կրճտացնելով կուլ տալ են ամեն ինչը հոխորտում են, բայց որպեսզի չհոխորտան, դու պիտի ուժեղանաս, որ հետո կարողանաս 1-5 պատասխան տալ։ Թե չէ, հայրենասիրական մղումներ դրոշ վառել եւ այլը, այդ թույլ ու հակազդեցության ամենապարզ պրիմիտիվ ձևն է։ Ես օրինակ կընդունեի, որ այդ դրոշը այդ մարդը վառեր Թուրքիայում։ Առավել եւս եթե հաղթել էր այդ Թուրքիայում։ Քո հայրենիքի ներսում, քո հայրենիքի հրապարակում այդ դրոշը վառելու մեջ առանձնապես խիզախություն չկա, չէ՞։ Պարոն Սարգսյան, մեզ ուժեղանալու հարցում Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հռչակագիրը առավելագույնը ինչ կարող է տալ։ Չպատասխանեցի այդ հարցին, Հայաստան-Ֆրանսիա եւ Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության, Հայաստան-Հունաստան էլ համագործակցության հռչակագիր ստորագրվեց, ռազմավարական գործընկերության թուղթ ստորագրվեց, ինչը շատ կարևոր է, իսկ Հայաստան-Ֆրանսիայի պարագայում ասեմ, տեսեք, Ֆրանսիան եվրոպական միակ երկիրն է, ով Հայաստանին սկսեց սպառազինություն վաճառել։ Պիտի ընդունեն Ֆրանսիան միջուկային գերկարևոր բայց այդտեղ ասում են քանի հատ է վաճառել։ Տեսեք, քննադատողները միշտ գտնում են, ես հասկանում եմ, որ գտնում են ինչ որ առիթներ քննադատելու, բայց կոնկրետ Ֆրանսիայի հետ համագործակցության առումով ասում են քանի հատ զենք է վաճառել։ Անգամ եթե 1 հատ է վաճառել։ Ռուսաստանը վաճառել էր S-300-ներ, որոնք մինչև 300 կիլոմետրի վրա արագ ընթացող թիրախներ խոցելու համար էին, որոնք շատ լավ սպառազինություն են ինքնաթիռների եւ չգիտեմ հրթիռների դեմ պայքարելու առումով։ Իրենք $1 միլիոն ավել են յուրաքանչյուր հատը։ Ադրբեջանի բայրակթարները կամ թուրքական բայրակթարները, որոնք 100,000-ի կարգի են կամ 150,000-ի կարգի, 3 օրում մեր այդ գնաց S-300-ները վերածեցին մետաղի ջարդոնի։ Ադրբեջանի հակաօդային անօդաչու թռչող սարքերը եկան Աբովյանի վրայով պտտվեցին, գնացին։ Քանի հատ էին գնել այդ S-300-ներից ու դա ինչ արդյունք տվեց։ Մենք հիացած, զարմացած, հպարտացած էինք Սերժ Սարգսյանի ժամանակով, որ Իսկանդիր ենք գնել։ Ինչ տվեց այդ Իսկանդիրը։ Ինչքանով աշխատեց։ Ես մտածում էի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետն ասես 10% է պայթել, այ խնդիրը այդ 10%-ին է, բայց փորձը ցույց է տալիս, որ ինքը ընդհանրապես 10% է պայթում, որտեղ Ուկրաինայում, ասենք, այդ Իսկանդիրը գցում են բնակելի վայրի մոտ եւ ընդամենը 4 վիրավոր է ունենում, հետեւաբար այդ լեգենդը ռուսական զերքի այդ հզորության ոչինչ է։ Մենք Ռուսաստանից մեծ քանակությամբ հակաօդային պաշտպանության սարքավորումներ էին գնել։ Այդ հակաօդային պաշտպանության սարքավորումները չաշխատեցին 2020 թվականին, ոչ միայն այն պատճառով, որ հակաօդային պաշտպանությունը անջատված էր, ինչի մասին էլի բարձրաձայնեց Հայաստանի Հանրապետության վարչապետը, եւ միանշանակ էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը չէր անջատել էր այն երկիր, ում հետ մենք համատեղ ռազմական հակաօդային պաշտպանության հաստատուղթ ունենք ստորագրած։ Հետևաբար Ֆրանսիայի հետ հռչակագրին ալու։ Հետևաբար իրենց ունեցածը, որ չի աշխատել, Ֆրանսիայից ունեցած գոնե 1 հատն էլ ավելին է, քան նրանցից գնաց այդ չաշխատածը։ Երկրորդ, Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ լինելով կես հատ էլ որ վաճառի այդ հեղափոխություն է։ Որովհետև եթե դու համատեղ ես Ռուսաստանի հետ, իսկ
Միացյալ Նահանգները քեզ 6 հատ, ոչ թե 1 հատ։ Այդ 1 հատ ասողը թվաբանությունից թույլ է։ Միացյալ Նահանգները իր փոխնախագահի այցելության ժամանակ Հայաստանին 6 հատ գեր ժամանակակից հակաօդային պաշտպանության միջոցներ տրամադրեց։ Հայաստանին հակաօդային պաշտպանության միջոց երբ որ տալիս ես ու երբ որ գիտես Հայաստանը համատեղ հակաօդային պաշտպանության պայմանագիր ունի Ռուսաստանի հետ, դա նշանակում է որ դու քո նոր տեխնոլոգիան տալիս ես նաև Ռուսաստանին։ Հիմա քանի հատի եւ որ տեսակի տալու խնդիրը պիտի լուծվի հետեւյալ կերպ, ինչը մենք մեր կուսակցության նախընտրական ծրագրում գրել ենք, որ 6 ամսվա մեջ դուրս գալ համատեղ հակաօդային պաշտպանության պայմանագրից, որովհետև քանի դուրս չես եկել, մարդիկ շատ զգուշավոր են քեզ տալու ու տալու են քիչ քանակությամբ։ Պիտի այդտեղից դուրս գաս համատեղից, որ դու կարողանաս գնես այն, ինչը օպտիմալ է, ինչը աշխատող է։ Ադրբեջանը լորյալներ կամ իսրայելական հերմեսներ ինչպես էր գնում։ Շատ պարզ։ Ինքը հապկ անդամ չէր։ Հիմա Հայաստանը հապկ լինելով իրեն այդ կվաճառեն, ոչ, չեն վաճառի։ Պիտի հապկից դուրս լինի, որ վաճառեն, որովհետև հապկը ՆԱՏՕ-ին հակակշիռ կառույց է իբր թե սարկած։ Իսկ Հայաստանը, պարոն Սարգսյան, իրեն կարող է թույլ տալ Ադրբեջանի նման չլինել որևէ տնտեսական կառույցում, չլինել այդպես հապկի պես ռազմական կառույցում։ Ինչի Հայաստանը, ինչ է Ադրբեջանից, որ ինչն է խանգարում թույլ չտալու համար։ Օրինակ Ադրբեջանի դեպքում կա անվերապահ դաշնակից Թուրքիա։ Հայաստանի դեպքում Գիտեք ինչ։ Եթե մենք դուրս գանք հապկի ԱՏՄ եւ հայտ չներկայացնենք Եվրամիություն, մենք մենակ կկարողանանք։ Եթե մենք ելնում ենք այն տեսակետից, որ Ադրբեջանը անվերապահ Թուրքիա ունի, իսկ մենք այդպեսին չունենք, մենք ընդունում ենք, որ մենք դատապարտված ենք, որ մենք ոչ մի բանի պիտանի չենք, ինչի մասին ասում էր Բելարուսի նախագահ Լուկաշենկոն, եւ պիտի Լուկաշենկոյի նման հայերը գնալու տեղ չունեն, գնան ու դառնան Բելարուս։ Այս մոտեցումը իմ համար ընկալելի ու ընդունելի չի։ Ես պայքարում եմ այդ մոտեցման դեմ։ Ես համարում եմ, որ մենք պիտանի ենք, որ Եվրոպայի համաժողովը ցույց տվեց, որ մենք պիտանի ենք։ Ես համարում եմ, որ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցելությունը Հայաստան ու Հայաստանին սպառազինություն տալը պաշտպանական նշանակության ցույց է տալիս, որ Հայաստանը պիտանի է։ Ես համարում եմ, որ օգոստոսի 5-ին ստորագրված փաստաթուղթը Միացյալ Նահանգներում որին համաձայնեց գնալ Ադրբեջանը, ցույց է տալիս, որ Հայաստանը պիտանի է։ Ցանկացած մարդ, ցանկացած նույնիսկ կենթանի ասուս ստեղծած, եթե ունի որոշակի ուղղվածություն, ինքը ունենում է դաշնակիցներ։ Եթե դու չունես ուղղվածություն կամ քո ուղղվածությունը լղոզված է, այդ դեպքում կարող է քո դաշնակիցները երկուսն էլ քեզ չպաշտպանեն։ Բայց երբ որ դու կոնկրետ ուղղվածություն ունես, դու ունես դաշնակից։ Ադրբեջանի դաշնակիցը Թուրքիան է այնքանով, ինչքանով Ադրբեջան-Թուրքիա շահերը համընկնում են։ Դրանք տարբեր պետություններ են։ Միշտ կհամընկնեն, թե միշտ չեն համընկնի։ Այդ տարբեր բացարձակ տարբեր խնդիր է եւ ուղղություն է։ Այդ Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում Հայաստան լինելը ինքը գերկարևոր խնդիր է ոչ միայն աշխարհի այն երկրների համար, որոնք արևմուտք են ու քաղաքակիրթ աշխարհ, նաև Ռուսաստանի համար։ Ու Ռուսաստանի այդ պայքարը Հայաստանի համար, այստեղ ինչ որ բանի հասնելու համար, հենց այդ նպատակն ունի, այդ քաղաքակիրթ ասածն էլ, որ Ռուսաստանի նախագահն ասում է քաղաքակիրթ ապարզան, այդ համատեքստում է, որտեվ Հայաստանը ընդհանրապես կորցնելը Ռուսաստանի համար գերվտանգավոր է։ Այդ նշանակում է, որ հարավային Կովկասից խնդիրը գնում է հյուսային Կովկաս, այսինքն Ռուսաստանի սահմանները սկսում են Աբխազիայից, Օսեթիայից, որտեղ էլ դեռ խնդիրներ ունի։ Էլ չեմ խոսում, որ Ռուսաստանը խնդիրներ ունի Չինաստանի հետ ունեցած սահմաններում, որտեղ արդեն Չինաստանը իր դպրոցական քարտեզներում այդ ներկայացնում է որպես չինական Սիբիրի մի ահռելի հատված։
Ռուսաստանը ամենաքիչ բնակեցված երկիրն է։ Ռուսաստանը շատ լուրջ խնդիրներ ունի եւ այսօր մտածել, որ Ռուսաստանի հետ լինելով մենք կարող ենք պաշտպանված լինել, անգամ եթե Ռուսաստանն ուզի, այդ անհնարին է։ Մենք այդ դիրքերից չպիտի դուրս գանք, որտեվ նորից եմ ասում, Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմում ցույց տվեց, որ ինքը չի կարող պաշտպանել որևէ մեկին, ինքը լուրջ խնդիրներ ունի, ինքը Թուրքիայի հետ հակադրության, եթե Թուրքիան փորձի մեր հետ հակադրության գնալ, Ռուսաստանը մեզ չի պաշտպանի, շատ բնական։ Ուկրաինան այդ ցույց տվի, ինքը Ուկրաինային չի կարողանում։ Եվրոպայի ՆԱՏՕ-ի երկրորդ բանակ Թուրքիայի դեմ Ռուսաստանը ո՞նց է մեզ պաշտպանելու։ Այդ ասողները ինչով են մտածում։ Կարողանալու է այդ պաշտպանել թե չէ։ Իհարկե չի կարողանալու։ Ռուսաստանը այսօր Ադրբեջանի դեմ չի կարողանում։ Դրա համար Զյուգանովներին ասում է, ելեք այսպիսի բաներ ասեք, Հայաստանում մարդիկ ունեն, այդ ջրաղացին ջուր կլցնեն, խնդիրներ կլուծվի։ Ամփոփելով պարոն Սարգսյան, վերադառնանք այս պաշտոնական մեկնարկած քարոզարշավին, ջերմություն զգացել եք, ասում եք, ինձ ասում են, դիմում են շատ հաճախ մեր արամ ձևով, ինչը կարևորագույն գնահատական է, բայց ես ուզում եմ ամփոփենք հետևյալով. կա քննադատություն ձեր հասցեին անձամբ կամ ձեր ուժի հասցեին հնչած, որը ձեզ ջղայնացնում է եւ անարդարացի հետ։ Ոչ մի բան ինձ չի ջղայնացնում, ես շատ օբյեկտիվ եմ ընդունում, որ մարդիկ ասում են, որ այ դուք աջակցում եք գործող իշխանությանը եւ այլ, այ եթե գործող իշխանությունը չաջակցեիք, մենք ձեզ կաջակցեինք, չի ջղայնացնում, որտեվ Երևանի ընտրություններից հետո մարդիկ տեսան, որ մենք Երևանում կոալիցիա կազմեցին գործող իշխանության հետ, ինչը բնական իրենց մոտ որոշակի այդ առումով հարցեր է առաջացրել, եւ դրա մեղավորը մենք ենք, որ մարդկանց լավ չենք բացատրել, որ եթե մենք չէինք միանում գործող իշխանությանը Երևանում եւ կոալիցիա չէինք ձևավորում, ապա Երևանի քաղաքապետարանում անցած են քաղաքական ուժերը, որոնք ասում էին ի սկզբանե, որ մենք գալիս ենք Երևանի քաղաքապետարան Երևանում հաղթելու, որից հետո հանրապետությունում հաղթելու, իսկ դրանք հիմնականում ու միանշանակ ռուսական ազդեցության ուժեր էին, որոնք ասում էին որևէ պարագայում գործող իշխանության հետ կոալիցիա չենք կազմելու, եթե իրենք Երևանում հաղթած լինեին, հիմա մենք բացարձակ այլ թեմաներից էինք խոսելու, ավելին տրիպ չէր լինելու, այս խաղաղությունն էլ տեկուս տրիպի է, ես տեսեք օգոստոսի 8-ից հետո Հայաստանում չի կրակվել, չէ, մեր սահմանների վրա չի կրակվել, վատ է, լավ է, ամբողջական է, չէ, այս թեմա է, կարող ենք զրուցել, բայց չի կրակվել, փաստ է, որ խաղաղություն է, այսինքն Միացյալ Նահանգները այդ փաստաթղթով ու տրիպի անունը դնելով, այսօր Սյունիքում մարդիկ ավելի հանգիստ են ապրում ու բոլորը երբ որ ասում է, այս բաները ընդունում են, հետևաբար ես երբ որ բացատրում եմ, որ մեր կուսակցության ազգային ժողովում լինելը նաև աշխարհաքաղաքական խնդիր է լուծում, մարդիկ միանգամից այդ հասկանում են, որտեղ այսօր ազգային ժողովում կան ռուսամետներ եւ հաջորդ ազգային ժողովում էլ լինելու են, որովհետեւ կան մարդիկ, որոնք այդ տեսակետները կիսում են, լինելու են միանշանակ բալանսավորողներ, որտեղ մարդիկ փոփոխությանը դեմ են, այն որ մենք ասում ենք քաղաքական վեկտորը փոխել, այդ իրենց մոտ որոշակի վախեր է առաջացնում, եւ բալանսավորողները հիմնականում հաղթող ուժ են դառնում։ Բալանսավորող է Ռոբերտ Քոչարյանը, որը այն ժամանակ ասում էր կոմպլիմենտար, բալանսավորող էր Սերժ Սարգսյանը, եւ հիմա բալանսավորող է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Եվ եթե Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում դինում են նաեւ արևմտյան արժեքներ կրող ուժեր, իսկ դրա ամենամեծ հավանականությունը թողիցներ են մյուսները, ունենք մենք, իսկ ինչու մենք ունենք, որտեղ նախորդ ընտրությանը 3.3% քվենք հավաքել, մեզ ընդամենը 0.7% է բացակայում անցողիկ շեմա անցնելու համար, երկրորդը մենք այդ 3.3-ից հետո տեղական ինքնակառավարման մարմիններում բազմաթիվ տեղերում հաջողություններ ենք ունեցել եւ ունենք ավականիներ հանրապետության գրեթե բոլոր տարածքներում, իսկ Մեղրիում եւ Թումանյան համայնքում հաղթողը մենք ենք եղել, Երևանում էլ ունենք փոխքաղաքապետ, 3 քաղաքապետեր, այսինքն որոշակի ադմինիստրատիվ ռեսուրսով տարածված ենք նաեւ Հայաստանի բոլոր տեղերում եւ կարծում եմ, որ դրանով այդ 0.7%-ը հաղթարել ենք ու մեր ներկայությունը ազգային ժողովում արևմտամետների ապացուցելու է այդ նույն Եվրոպային, Կայա Կալասին, Զելենսկուն ու մյուսներին, որ հայ ժողովուրդը այո, իրապես ընտրություն է արել դեպի արևմուտք, դեպի Եվրոպա գնալու։ Ու ես վստահեցնում եմ, որ այդ դեպքում թե
ազատ վիզային ռեժիմը եթե պիտի լիներ տարյուկեսում 6 ամսվա մեջ է լինելու։ Ամազոնը գալու է Հայաստան, եթե մեր բացակայության դեպքում լինելու էր 1 տարի տարյուկես հետո, մեր պարագայում լինելու է ելի 6 ամսում։ Այդ ինչ որ մենք ասում ենք, ինչ որ առումով Հայաստանի իշխանություններն էլ են դա ասում։ Բայց եթե միայն իրենք լինեն, այդ նորից լինելու է դանդաղ, լինելու է ծույլ, լինելու է կիսատ պրատ քայլերով։ Մեր ներկայությունն է, որ այդ ուղղությամբ գործընթացները կարագացնի։ Ու երբ որ այս բաները բացատրում եմ, չի եղել դեպք, որ չասեն ճիշտ ես ասում։ Հետևաբար ես հույս ունեմ, որ այս քարոզարշավում ակտիվ աշխատելու դեպքում մենք ոչ միայն հաղթահարելու ենք, այլև Երևանին մոտ ցուցանիշ ենք վերցնելու եւ դա Աստված որ այդպես լինի։ Մենք ձեզ հաջողություն ենք մաղթում, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության նախագահ վարչապետի տեխնացու Արամ Սարգսյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։